Պարոն Ծառուկյան, այնպիսի տպավորություն է, որ կարծես թե հիմնական դերակատարները եւ ոչ միայն այժմ պատրաստվում են ընտրական process-ներին։ Այդքան էլ կարևոր չի այժմ, դա հերթական թե արտահերթ կլինի, քանզի ժամանակը քիչ է մնացել։ Եվ բնականաբար ձեր աջակիցներն ու համակիրները ինձ չեն ների, եթե ես ձեզ չհարցնեմ, արդյոք դուք մտածել եք մասնակցության մասին։ Ձեր շուտ է այդ մասին խոսելը, որտեղ այլ ժամանակ կա եւ շատ բան կարող է փոխվել, բայց եթե մասնակցելու եմ մի ծրագրով, որը կոչվել է Առաջարկ Հայաստանին։ Այսօր ժողովուրդը արդեն հոգնել է, հիասթափվել է։ Ես շատ մարդկանց հետ օրը հանդիպում եմ աշխատող, ծառայող, բժիշկ, իրավաբան, դասախոս, ուսուցիչ, բոլորի հետ զրուցում եմ եւ բոլորին մտահոգում եմ, մարդիկ հոգնել են։ Այդ հին ու նոր կռիվներից հոգնել են։ Մարդիկ մտահոգ են իրենց երկրի համար, այս խեղճության համար, պարտության համար, որ մարդիկ մտահոգ են իրենց երկրի անվտանգության, երեխաների ապագայի համար, որ մարդիկ ուզում են լիարժեք լավ ապրեն, որ կա խնդիր, կա պրոբլեմ, ցանկացած ոլորտ նայելով, որ կարելի է շտկումներ անել, ուղղություններ տալ, հնարավորություն տալ, մարդը լավ աշխատի, շատ աշխատի, որ շատ փող վաստակի, շատ լավ ապրի։ Հնարավորությունը պետք է լինի, առանց հնարավորություն մենք չենք կարող պահանջել։ Բոլորի խնդիրը մեկն է, որ ծրագրում գրած լինի, այս ինչ ոլորտ, ինչ խնդիր ունի, ինչ պրոբլեմ ունի, ինչ պետք է ուղղվի, ինչ հնարավորություն տրվի եւ լիարժեք ամեն ինչ այո անելով ինքը այդ պրոբլեմը տեսնում է, որ դա մենք գիտենք եւ մենք իրեն հնարավորություն ենք տալի, որ ինքը աշխատի, կարողանա զարգացնի, հզորացնի։ Դրա համար ծրագիրը պետք է կազմի, ոչ թե ով ինչ ուզեց կազմեց դրեց, այլ հարկավոր է ճիշտ մարդ, ճիշտ մասնագետ, փորձ ունեցող, պրակտիկա ունեցող մարդ, որը լիարժեք կարող է դա կազմել, ներկայացնել։ Կարմիր դիպլոմով լինի, Հարվարդ ավարտած լինի, եթե պրակտիկորեն նա չգիտի, տվյալ մեր երկրում, մեր ոլորտում մարդկանց տեսակետը, մոտեցումը, աշխատանքը, խնդիրն ու պրոբլեմը, դա լուծում չի կարող։ Մարդը այդ կյանքում պետք է ապրած լինի, այդ ոլորտում տեսած լինի, խնդիրն ու պրոբլեմը հասկանա։ Դրա համար պետք է այդ ոլորտի հիմնական տնտեսագետներին, մասնագետներին հրավիրվի, խոսեն, քննարկեն, ասեն, հանրությանը տվյալ ոլորտի մարդկանց հետ լսեն, քննարկեն, նոր օրենք ընդունեն։ Շուտով հանդիպել եմ տվյալ մարդկանց հետ, այդ ոլորտի, ասենք թե գիտակից մարդկանց, պատասխանատու մարդկանց, սրտացավ մարդկանց, հայրենասեր մարդկանց հետ, որ լիարժեք նրանք կարողանան, ասենք թե այդ հարցին մասնակցեն, իրենց արդյունքը, իրենց նպատակը իրականություն դարձնեն մեր երկրի, մեր ժողովրդի համար, որ մենք այդ խեղճությունը նորից եմ ասում, սա ժամանակավոր բնույթ է կրում։ Մենք իրավունք չունենք խեղճանալու։ Պարոն Ծառուկյան, ամփոփելով այս հատվածը ես փորձեմ ձեր ուղերձը եւս մեկ անգամ հստակեցնել։ Դեռ վաղ է ընտրությունների մասնակցության ձևաչափի մասին խոսել, բայց եթե մասնակցեք, դուք մասնակցելու եք Առաջարկ Հայաստանի ծրագրով, որը փաստորեն յուրաքանչյուր քաղաքացուն, յուրաքանչյուր ընտանիքին այսպես հասցեական տեսնելու են խնդիրների լուծման ճանապարհը։ Եվ երկրորդ հատվածում նաեւ մատնանշեցիք, որ հրավիրելու եք մասնագետների անկախ կուսակցական պատկանելությունից, կուսակցական նպատակներ եք դնելու եւ փորձելու եք համախմբել։ Ես կուզենայի իմանալ, դուք պատրաստ եք այդ համախմբումը իրականացնել եւ չհավակնել վարչապետի պաշտոնին։ Ինչու եմ սա հարցնում, որովհետեւ պարոն Ծառուկյան կհամաձայնեք, որ մեր օրերում ով խոսում է ինչ-որ բան առաջարկում է, միայն իրեն է տեսնում վարչապետի պաշտոնում եւ հենց այդտեղ համախմբման ամբողջ ծրագիրը փակվում է եւ ձախողվում։ Ձեր ուղերձը ես ճիշտ հասկացա։ Այո, բայց ամենակարևորը ես պատրաստ եմ կազմակերպելու, համախմբելու, ներկայացնելու ամբողջ աշխարհի մեր հայությանը, սփյուռքյան հայությանը, տեղի հայությանը, անհրաժեշտ իրենցից խորհուրդներ լսելու, ծրագրին մասնակից լինելու, կազմակերպելու աշխատանքին, տվյալ այս գործունեությանը պարտադիր չի, որ դու կարողանաս կազմակերպել ծանոթ բարեկամով։ Մարդը կարող է պատել ինքը չի ցանկանում կուսակցական լինել, բայց ինքը լավ մասնագետ է, իրա ցավն էլ տանեմ։ Դրա համար եմ ես ասել, որ այսօր կուսակցությունները լիարժեք արդեն իրենց հավատքը կորցրել են եւ ոչ մի կուսակցություն չի կարող, ասենք թե մենակ այս երկիրի անվիճակին է, որ այս վիճակից հանելու։ Դա ուզում է հինը լինի, ուզում է նորը լինի, այլ անհրաժեշտ է վերկուսակցական մի ուժ ստեղծելու, համախմբելու գաղափարը, միտքը, հայրենասիրությունը, որ սա այսօր անհրաժեշտություն է, այսօր մենք կանգնած ենք անդունդի եզրին։ Այսօր մենք պետք է կարողանանք կազմակերպել, ստեղծել այդ վեր ուժը, որ կարողանա
անհրաժեշտության, որ համախմբի ամբողջ ազգին։ Ամեն ինչի հասած մարդ եմ։ Իմ համար պաշտոնը դա կարևոր չէ, իմ գործունեության մեջ դուք տեսել եք, ու իմ համար ազգը, երկիրը, պետությունը, հզորությունը, հաղթանակը, հպարտությունը, ես հպարտանամ, որ ես հայ եմ, որ դրոշը բարձրանա, հիմնը հնչի, հպարտորեն դու կանգնես աշխարհին նայելով, որ ես հայ եմ, այլ ոչ թե դու ամաչես, որ դու հայ ես։ Հիմնական իմ խնդիրը ես պատրաստական եմ այո հրավիրելու, ասելու, այդ ծրագիրը կազմելու եւ վարչապետի պաշտոնից հավակնություն չունեմ։ Իմ հիմնական նպատակն է, որ իմ երկիրը հզոր լինի, իմ երեխաները, իմ թոռները խեղճացած չլինեն, անվտանգությունը ապահովված լինի, խեղճությունը վերանա, մենք հպարտանանք, որ կարողացել ենք մեր երեխաներին, մեր թոռներին, որ նշել համար ստեղծել անվտանգ, զարգացող հզոր պետություն։ Այսինքն ըստ ձեզ բանաձևը մեր օրերում պետք է լինի, ինձ չի հետաքրքրում պաշտոնը, ինձ հետաքրքրում է իմ հայրենիքը, իմ պետությունը։ Ես դա ասեցի մեկ անգամ եւս կրկնում եմ, ես պատրաստ եմ, այո, ինձ պաշտոն պետք չի, ես կարևորը ես ուզում եմ իմ երկիրը լավ լինի, հզոր լինի, մեր երեխաները, մեր թոռները նոր սերունդը այդ խեղճացած, բարդված մթնոլորտում չմեծանան, չապրեն։ Իմ ցանկությունը սա է։